Այն ուրախությունը, որ երկինքը ուրախանում է, Սուրբ Հոգիով դու ուրախանաս։ Բայց եթե Քրիստոսի մարմնի եւ արյան հաղորդ չնես, չգնահատես ինչի համար թափվավ այդ մարմին ու այրունը, նա թափվավ, որպեսզի կորսվածը կորսված չմնա։ Եվ այսօր մենք ենք այդ արյան ուժը զորությունը տանելու աշխատանքն ասում ենք գնացեք պատմեք իմ հարության մասին, պատմեք իմ մահվան, թաղման եւ հարության մասին, որ ով որ լսի նա կփրկվի, ով լսի մկրտվի, կյանք կստանա սերներ։ Եվ այսօր Աստված իմ անպիտանից դրել ամբողջ աշխարհով մեկ ուղարկում է դռները բացված։ Ես որպես իմ քույրս եղբայրս ուզում եմ որ դու հաղորդ ելնես դրան։ Ձեր միջից մարդ եկել իմ հետ։ Ես տարա իրան ցույց տվի Պողոսը որ տանում էր զոհերը, կարդում եք դուք կտակարան, ասում եմ մակեդոնացիք ծանր աղքատության մեջ առատաձեռն էին։ Կորինթացիներ ասեց, նրանց ես թալանեցի ձեզ ծառայելու համար։ Եվ մակեդոնացիքին նրանց ասում է ձեր միջից մարդ դրեք, թող գա, որ չլինի թե մտածեք ես սրանք իմ համար եմ ուզում։ Բերեն սուրբերի պետք եղած պիտույքներին հաղորդ եղեք։ Շատ սուրբ եղբայր քույրեր ունենք այդ երկրների մեջ, որ բոպիկ են, կոշիկ չունեն անգամ, բոկի այդ քարերի փշերի մեջ գյուղից գյուղ գնում են եւ ավետարան են քարոզում։ Գիտեք, երբ որ մենք Հայաստանում քարոզում ենք ոտքով գյուղից գյուղ, Գերմանիայից մի խումբ հավատացյալներ մի մեքենա հեծանիվ մեզ նվեր ուղարկեցին։ Դուք չեք պատի ասում ինչ ուրախություն եք ապրում այդ հեծանիվով, մենք հոկտեմբերանից Էլեշ միացին, Չարենցավան, Երևան գնում ենք Պաշտամուքի, թե ձմերցի համար։ Այդ մի հատ փոքր հեծանիվ ուղարկեցին, բայց հեծանիվը պատճառ դառավ հարյուրավոր, հազարավոր մարդկանց փրկության։ Հալելույա։ Իդի ես մի անգամ 5 հատ հեծանիվ առա, Հնդկաստանում հնարավորություն չկար։ Մի մեծ բան չէր, $50-ից $100։ Առա ես այդ ամեն 5 հատ հեծանիվ տարածվեցի։ Գիտեք 5 հովիվ իրաց տարածքը մի 10 անգամ ավելացրեցին, որ այդ հեծանով նրանք գնային ծառային գային։ Ես որ ձամով գնում եմ այս մի տրակտոր տեկավ, ես տրակտորով ծառայեցի տիրոջը։ Մի հատ Մոսկվիչ ունեի, հետևից կորոստը չուներ, ամբողջ Հայաստանում գնում էի ծառայելու, բայց մարդիկ այս շքեղ ավտոները տակը դրած էր, նրանք գալիս են օֆիս եւ տուն, նրանց հետաքրքիր չէր կորածը։ Այսօր շատ անվանի մեծ եկեղեցու ով ինձ ասում է, ինչ ես գտե Հնդկաստանի սովածներ կորցված ամբողջ հետևից, արի գնա Եվրոպա, Ամերիկա, 20 հատ մարդ գտի ավելի լավ է քան ստենդեղի ամբողջ ասում խի, Եվրոպան քեզի 20 հոգին փող են տալիս, բայց Հնդկաստանում դու պետք է ամենից փող տաս։ Այդ ամբողջը մարդիկ են, որոնք սոված են, մի ժամանակ դու ես սոված Հայաստանի մեջ։ Բայց արտասահմանցիք իրաց փողերը դրեցին, եկան ու քեզի մարդ դարձրեցին։ Այսօր շքեղ մեր շենքը սարքելուց ու նստել վայելում ես։ Թանկարժեք մեքենաներով ման եք գալիս։ Բայց մի մարդ որ կորսում է եւ կարիք ունի ինձ ասում մի գնա այդ մեկի հետևից։ Արի ես տանեմ քեզի եկեղեցիներ թող ընդունեն քեզի փողը տան, 5 աստղանի հյուրանոցներում կքնես ու կգաս տունդ քո համար կվայելես։ Ինչի՞ դա պետք է դու մեզ մի հատ կորսված ընտանիքի փրկելու։ Գիտեք, այս այսօրվա անվանի հովվի մտածելակերպը։ Դա մի օր Դավիթի նման կգնի ցանկության մեջ եւ սաղ փառքը կկորի։ Այնքան բարձրացան, բայց կնեցել կգնեն։ Բայց այսօր մարդիկ Աստված տանում մեզ ցույց է տալիս։ Գիտեք, ձեր մի օրվա թափած ավելցուկ ձեր ընտանիքների։ Ես կպահեմ Հնդկաստանում մի ամբողջ գյուղ մի շաբաթ։ Ձեր մի օրվա թափած ավելցուկը։ Հələ նայ իշկան եք որ եկան դուք թափում։ Իշկան փողի վերացեք ձեր թափածը, որ առնում տանում եք դու չեք ուտում եւ լցնում եք զիբիլը, դա ձեր փողերն է։ Իշկան մարդիկ ծխախոտի մեջ են թափում, ավտոմատների մեջ, մարմնի ցանկությունների մեջ, բայց դրանք կարան մարդկանց փրկեն։ Դրա համար այսօր հաղորդությունը Քրիստոսի մարմնի այրան սրա մեջ է, որ կգնաս մի հատ կորսվածի համար կյանքդ կդնես։ Ես ասեց, եթե իմ հետ մեռնեք, իմ հետ հարություն պիտի առնեք։ Նա իր մարմինը տվեց, արյունը թափեց։ Այսօր քո մարմինը եւ այրունը, ես իմ մարմին եմ տվել եւ իմ այրունը։ Այրունը կյանքը տա, մարմինը դեռ մարմին տա։ Հիմա դու քո կյանքը վերածել ես, քո այրունը վերածել ես փողի, դա քո այրունն է, դա քո քրտիկն է։ Հիմա մարմինը չես կարողանում տաս, բայց մի հատ մարմին գնում է։ Դու կարող ես հաղորդ ելնել դրան։ Մակեդոնացիք հաղորդ եղան հազարավոր մարդկանց փրկության սիրելիներ։ Եվ Կորինթացիներին Պողոսը գրեց եւ ասեց. հոժարությամբ տվողը, ուրախությամբ տվողը, սել ցանողի սելը չի պակասի։ Ամեն։ Հացը չի կտրվի, որովհետև եթե դաս իմ Աստված կլցնի քո կարիքները,
Մարդիկ ես գնացել եմ Սիբիր, չեմ եկել Ամերիկա, իմ շատ ընկերներ, որոնք իմ հետ ավետարան են քարոզում Հայաստանում նույն սովի մեջ էինք։ 5 լիտր բենզինի փող չունեինք, բայց մենք հավաքում ենք տնից, հավերը հենց ձունացում էր, վազում ենք այդ ձուն վերցնում ենք, որ ծախենք 5 լիտր բենզին առնենք ու գնանք քարոզելու։ Շատ իմ ընկերները փախան եկան Ամերիկա իրենց կարիքի պատճառով, բայց Աստված ինձ տարավ Սիբիր, որտեղ սով էր, որտեղ պրոբլեմ էր, եւ ես իմ ընտանիքս մնացինք այնտեղ ու չմեռանք։ Եվ իմ ծառայությունը Աստված բացեց եւ մեծացեց ամբողջ աշխարհով մեկ։ Բայց իմ ընկերները եկան Ամերիկա գտան 50 հոգի նստան այդտեղ։ Ես եկա նրանց ասին՝ մի նստեք այս աթոռների վրա։ Այս աթոռները ձեզի կյանք չեն տա, չարիքը ձեր տնից չի կտրվելու։ Արեք գնան դռները բացված։ Իրեք նրանք մերժեցին, միսակի խելքին չեն ընկնի։ Որտեվ հալածում են եղբայրներ ասում են՝ միսակի խելքին եք ընկել, միսակի Երանի այսօր սաղ իմ խելքին ընկնեին։ Երանի այսօր սաղ քարոզիչները իմ խելքին ընկնեին։ Դրանց որոնք ձեզ ճանաչում են։ Իրեք բավարարվելով այս 20 հոգուն մի երկու կոպեկ փող են աշխատում, հազիվ իրենց գոյություն են պահում եւ սպասում են Տեր երբ կգաս մեզ տանես Տերից, գիտես Տերը քեզ չի տանի։ Եթե տանելու բաններ շուտ կտաներ։ Թողել ասել որ խելքի գաս։ Մի բան անես որ հաշվիդ վրան մի բան առաջանա երկնքում։ Դու բան ունես տեղ անելու, որ Աստված ուզում է դու անես։ Քո տեղ ուրիշ մեկը չի գալու անի։ Դու պետք է անես։ Ժամանակի նայելով Պողոս ասում է դու սովորեցնողներ պիտի լինեիք, բայց դեռ ձեր մեջ կռիվ կա, հակառակություն կա։ 4-5 հատ եկեղեցի, որոնք նույն տեղից եք ծնված, մեկը մեկով եկել եք այստեղ, բայց կռիվ, հակառակություն, վեճ։ Միթե մի չեք առնում, որ Քրիստոսը չի այս եկեղեցիների մեջ։ Քրիստոսը միաբանության եկեղեցի է։ Նրա մարմինը մեզ ծնավ, նրա հոգին մեզ ծնավ կյանքի համար, սիրո համար, հաղորդակցության համար։ Բայց այսօր բզկտված, մեկի վրա մի հատ նեղ կա գտնում, մեկը մեկի տանիքի մեջ կնում, որ նա չարիքը մի որտեղ խոսալու բանի, այս ինչի տղեն նարկաման է, այս ինչի աղջիկան առակը, այդ ինչի տղեն քո աղբոր տղեն է, այդ ինչի աղջիկը քո քուրն է, քո աղբերն է, օտարը չի, քեզ ինչքան նրանից է պահանջելու, այնքան էլ քեզնից։ Իմ կողքը մարդիկ այն, ինձ իմ աշակերտներս, որ գիշեր ցերեկ ես նրանց տունը ծառայում եմ։ Գիտեք, ես իմ ժամանակը տվեցի նրանց, ես նրանց ասի լսեք, եւ թե իմ երեխեքից մեկ աշխարհ գնաց ձեր կաշին անելու եմ։ Որտեւ ես իմ կյանքը դրեցի ես ամբողջ օրը ձեր տունը եղա, որ քո տունը չփրկվի։ Դու էլ իմ տունը եղի։ Ես իմ համար հոգ շարեցի, ես քո համար հոգ շարեցի։ Գիտեք, այդ մարդիկ իրանք դրեցին իրենց կյանքը ձեր համար, բայց դուք ձեր կյանքը չդրեցիք իրանց համար։ Եթե կյանքը չդնես քո ընկերոջ համար, դու Հիսուսինը չես։ Որտեղ արդարը մեռավ անարդարների համար։ Հիմա դու եթե արդար ես, ուրեմն դու պետք է մեռնես անարդարի համար։ Դու քո կյանքը պետք է դնես անարդարի համար։ Ոչ թե արդարները մեռնել իրենց համար։ Արդարները մեռնում են անարդարների համար։ Արդարները իրենց ունեցածը պետք է դնեն, որպեսզի անարդարներին փրկեն։ Որ այդ անարդարները դառնան արդար ոնց որ դու, որտեղ քո գործերով չի որ դու արդարացած, շնորհքն էր արդարացրեց։ Եվ այդ շնորհքը կարող արդարացնի։ Ես սիրում եմ ձեզ օրհնում եմ խիստ եկավ նորից Աստված խոսում, որպեսզի կատարյալ լինի քո գործը, քո հավատքը։ Ես համոզված եմ, դու ուրիշ մարդ ես, դու չես համակերպվել ոչ մի քարոզի այստեղ։ Այս սերմերը, այս պտուղները ուտողը դու փնտրելու ես հոգին։ Քանի հոգին չգտնեք եկեղեցիների մեջ դու չեք ամստանալու։ Որտեղ ով էս հոգուց ուտում է, նա այլ ուրիշ հոգու չի կարող ընդունի։ Եթե դու կյանքի հոգուց ուտում ես, դու կրոնին չես խապնվի, ձևապաշտության հետևից չես գնի։ Այդ զորությունը որ իջա մի քանիսիդ վրա այդ կրակը պահեք, բորբոքեք այդ կրակը, այդ զորությունը բոլորի վրա տիշնի։ Գիտեք, ես հիշում եմ Պենտեկոստալ եկեղեցու մեջ 92-3 թվականին, որ մենք աղոթք ենք անում։ Եկեղեցու մեջ մենակ մարդ կար, որ չէր այցելվում, դա նորահոգին էր։ Մնացած այցելվում էին, ներկայացնում էր։ Մարդիկ այլակերպված գնում են, բայց հիմա 3 ժամ աղոթում ես, որ մարդ աղոթի։ Ինչ է եղել քեզ։ Մարդիկ չեն մեղավոր, դու ես փագել, ջրորը դրծվել է, քանդի, մաքրի, հանձվի, նորից սկսի։ Սերը Սուրբ Հոգու ձեռով տարածում է։ Լցվի դրա մեջ։ Ամեն։ Օրհնում եմ ձեզ Հիսուսի անունով։ Ձեր հաղորդությունը միշտ պահեք։ Հիսուս ասաց ամեն օր հաղորդելի Քրիստոսի մարմնի եւ այլն։ Ամեն օր աղոթք կարա հոգիների փրկության մասին։ Ամեն օր աղոթք կարա։ Եվ հրաշքի հետևից է, Աստված հրաշագործ Աստված է։ Միշտ հավատա որ հրաշք կա քո կյանքի մեջ, նա չի դադարել։
Եվ չորրորդ կետն է միշտ ֆինանսներ կա, որտեղ ֆինանսը քո կյանքն է։ Գիտես, եթե դու ամբողջ ամիս աշխատում ես $1000, նշանակում է քո ամբողջ ամսվա կյանքի գինը $1000 է։ Տարվա քո կյանքի գինը $12000 է դառնում։ Այսինքն մեկը քեզի տվել է 12000 ու դու նրա ծառան ես։ Քո մարմինը քեզի 12000-ով բռնի արել է իր գերի։ Ու դու ամբողջ տարին քո կյանքը ծախում ես $12000-ով։ Հիմա որ քեզ ասեմ, ես տարին քեզ $50000 եմ տալու, մարի իմ ծառան էլի կլնես։ Չես ուզի։ Բայց քո մարմնի ծառան ես $12000-ով։ Արի իմ ծառան էլի 50000-ով։ Շատ փող եմ տալու։ Ես քո մարմնից, ինձ որ ծառան ես, Հիսուսին ծառա ես։ Դա մար Հիսուս ասում արի իմ ծառան էլի։ Ես քեզի փողից ավելի կտամ, հավիտենական կյանք եմ քեզ տալու։ Դուր է 12000-ը տարվա, դիր Հիսուսի մոտ, ասա Տեր, ես իմ կյանքս տալիս եմ քեզի, ինձի դուր հավիտենական կյանքը։ Դա մարսո միջև քո ոսկին չդնես, ոպիրի ոսկին քոնը չի լի, միջև քո ամբողջ ունեցածը չտաս, այդ գանձը քոնը չի լի։ Ովսեփին մի հատ արտեր գնե, եւ Ովսեփի մչի գանձը օրտնեց իր ատունը։ Դուր Հիսուսը քեզ կորտի կոտուն, ամեն շնորհակալ եմ, որդու ընտես Հիսուսի անունով։ Եվ սպասում եմ մեծ հրաշքների ձեր կյանքի մեջ։ Ես պիտի տեսնեմ հաղթանակը, ձեր տղերքը աղջիկները պիտի ազատ լինեն։ Մյուս անգամ իմ գալուց ես դալիճը պիտի լցվի։ Եթե իհարկե ուզենաք գալ։ Ստեղ չուզենաք փողոցում եմ անելու։ Բայց պիտի լցվի, հիմա որոշում կայացրա։ Որոշում կայացրա, որ դու պիտի փոխես իր ավիճակը։ Դու ես պատասխան, գիտես, հիմա զենքը տվել եմ քո ձեռը, որ դու այդ տան մեջ գյուլես սատանային։ Սատկացնես սատանայի բոլոր գործերը քանդես։ Հոգու կրակ եւ աղոթքը բարձրացնես քո տան մեջ ու կյանքը թող լցվի։ Իրաց ոնց որ տան մեջ փիս հոտ կա, բերում ենք այդ դեզադորանտը փչում ենք, հոտը փոխում ենք։ Հիմա հոգին այդ դեզադորանը գնա քո տուն այդ հոգուտ աղոթքը բարձրացնա։ Այդ խունկը ծխի, թող այդ կյանքը հոսի քո տան մեջ եւ մի խնայի քո կյանքը քո ֆինանսները դնելու եւ Քրիստոսի մարմնի եւ այլն հաղորդ լինելու։ Դու դրանով սատանային ցույց ես տալու, որ ես քո ծառան չեմ, մամոնա։ Փող դու ինձ բնի ծառայես, ես բնի քեզ ծառայեցնեմ Աստծո թագավորության համար։ Շատերը մտածում են, ասում են, օ, միսակը սաղին թալում ու գնում աստեղ ընդեղ։ Գիտեք, ես մարդկան շատ տալում։ Տերը վկա է, այսա Հովհաննեսը գիտի։ Այսօր մարդիկ կրեդիտ են վերցնում, կրեդիտ քարտ են վերցնում, իրանց ցանկությունների համար ես կրեդիտ քարտ եմ վերցրել, գնում եմ ավետարանչություն եմ անում։ Հիմա Պակիստանում $5000 ես դրել եմ, իմ $5000-ից կրեդիտ քարտից փողը դրել եմ ընդեղ։ Չեմ ուզում որ դուք տակ, պրոբլեմ չի, իմ հաշվի վրա ենք դա։ Իմ Աստված չի թող այդ կրեդիտ քարտը բրծի, դա իմ փողերն է բանկում դրված։ Ուղղակի բիրիկով բանկը չի տալիս, որ չծխեմ, քիչ, արտիրոջը իմ շապի մեջ։ Ու գիտեք, ես բանկ вообще չեմ գնացել։ Բանկ առանց աշխատանք երաս բաներ երասելա քեզ տալիս են քեզ կան գումար։ Եվ որ ես աղոթում եմ ասում Տեր, ես ուզում եմ իմ ժամանակ եւ տարածությունը կարճացնես։ Ես չեմ ուզում մի հատ հայտնություն ստանամ ամբողջ ամիսը նստեմ, տարին նստեմ, որ դու մի հատ տեղ ուղարկես։ Բայց որ մարդիկ ես ամսվա մեջ մենակ, ես եղել եմ ամբողջ Եվրոպա, Ռուսաստան, Մոսկվա, եկել եմ Ամերիկա, ստեղից գնալու եմ Հայաստան, Հայաստանից գնալու եմ Պակիստան, Պակիստանից գնալու եմ Տյումեն, Օմսկ, Կուրգան, Մոսկվա, Կրասնոդար, Հայաստան, ու նորից Հայաստանից հետ եմ գալու գնամ Եվրոպա։ Բայց փող չունեմ, բայց գնալու եմ։ Դու փող ունես, ոչ մի տեղ չես կարող գնաս։ Ինչի մար, որտեղ փողը չի տանում, հավատքն է տանում։ Եթե հավատք ունենաս եւ միտք ունենաս կգնաս, օրհնում եմ ձեզ։ Ամեն, հալելույա։